Ողջույն իմ սիրելի հետևորդներ։ Այս պահին մենք պատրաստում ենք, ավելի ճիշտ ես պատրաստում եմ, իսկ դուք հետևում եք կարմիր ոսպով համեղագույն ճաշ։ Դրա համար կտրատել եմ 1 միջին չափի գլուխ սող, գազար, 1 խոշոր եւ պղպեղ քաղցր 1 հատ։ Այնուհետև արդեն այստեղ կլցնեմ մի փոքր տոմատի մածուկ, առանձին ունեմ պատրաստած տավարի միս, բուլյոնով, հա, հենց իր հյութի մեջ, այսպես ասած, որովհետև ջրի փոխարեն ներեցեք, մեքենաները շատ ակտիվ են, ջրի փոխարեն հենց մսի բուլյոնն եմ օգտագործելու։ Տավարի միս ունենք, մի փոքր տոմատի մածուկ այստեղ կլցնեմ, կարմիր ոսպը մաներեն, համովիկ եւ կարտոֆիլի իհարկե թարմ կանաչին էլ որ կտրատենք, ստացվի իսկական ընտիր ճաշ։ Երեխեք ջան, ես չեմ հավատում, բայց կարծես արդեն վերջը տեսնում եմ, այսօր ինձ մոտ մի տեսակ մաքրության ու բորկայի մուդ էր, բացի փոշեկուլ, սրբեր, բաղնիկ, զուգարան, որոշել էի նաև մի հատ այս պահարանները, սառնարան, լվացքի մեքենա, պասուդամոյկա, չեմ ասում շատ խորքային ու բորկա, բայց ընդհանուր սրբեր, մաքրել, թեյնիկ, մենիկ, այդ ամեն ինչը արել եմ։ Իսկական ու բորկա այնպիսին, ինչպիսին ես եմ սիրում եւ ես եմ ընդունում, կանեմ արդեն, երբ որ արձակուրդները կսկսեմ, որովհետեւ հակառակ պարագայում ես ուղղակի ֆիզիկապես չեմ ձգի, որ այս նագրուսկայի մեջ մի հատ էլ կենցաղը տենց ակտիվ մտցնեմ։ Բայց անպայման ամառի գեներալն ու բորկա է սպասվում, որովհետեւ այն որ ես ինքը զգում եմ էլի ամենուրեք այն նիդաչոտները, այն հատվածները, որոնք կիսատ պրատ են, թերի են, կեղտոտ են իմ աչքին, այդ սա մենք հերթով կարգով անելու ենք։ Իդեպ ճաշը շատ համեղ էր ստացվել, սառնարան եմ դրել, պատկերացրեք, որ Արտաշեսն էլ մեծ սիրով կերավ, ինքը որ ճաշերի սիրահար չի։ Հիմա մի հատ լվաց կփռեմ, փոշիների կեսն է մնացել, այդ կեսը անեմ, եւ վերջ, արդեն մի ժամ, 2 ժամից հանգիստ կտամ ու եւս մի 2 ժամ կտրամադրեմ դասերիս։ Այսօր մենք խաղում ենք շատ հետաքրքիր խաղ։ Այս այրանունը թարգմանել։ Այդ խաղի պրավիլանը տենց է։ Այդտեղ կան զոյկներ սպիտակ կլորակի մեջ։ Մենք ուրեմն այդ ձերքով թեքում է որ ինքը կադրում է։ Դա ո՞ց է իմանա։ Մենք զառը գցում ենք ու որ գոնը անգնի դրանց մի հատ քաշում ենք ու մոտ down on проиграть։ Որ ձեզ նայում եմ, չէ՞, սենց ոնց որ են տանջված ցեղերի, ուրեմն գզվրտված, քրտնած, շոքած, այդ լքիչ է, սեղանի վրա սաղ շիրա, կեր։ Ինչա? Это я уже прошла. Это я уже прошла? Да. Давид, давай. Ես էլ եմ խաղում, բայց Эту, чем практически по-белому эту. Спасибо, բայց փոշին, լավ, ես մեկը խաղամ ու շարունակեմ, զալի փոշիները դեռ չեմ մաքրել։ Այն որ ասում է այսօր բրծում չկա գործերից, որոշեցի դարակներս դասեմ, շատ ազդվում եմ, որ այս անորակ ապրանքները, նայեք, այս որ տեսնում եք, սրանք սաղ կլպված հատվածներ են։ Ու ասենք ստեղ էլ ճիշտ է, օրինակ խոհանոցի այն դարակների մեջ էլ է լինում, պրիտոմ, որ էլի այնտեղ ես խոնավություն չեմ թողնում։ Անգամ սրբի չափրած, որպիսի հանկարծ ինչ որ մի խոնավություն չլինի։ Բայց այստեղ էլ չկա խոնավություն։ Մի հատ նայեք, այս անորակությունը, փուչիկներ են տալիս ու սենց տրաքում։ Այստեղ հանել եմ սա շարել եմ, երեխեք ջան, փոշիներից բրծա։ Հիմա ուզում եմ մի հատ սիրուն կարգի բերեմ։ Շատ սիրուն զարդատուփ եմ վերջերս խորենից նվեր ստացել ու այդ ինձ ոգեշնչեց այս պրոցեդուրաները անել, այն որ ամեն գործ այսօր արել եմ բացի տեղեր հավաքելուց, բայց այն որ ասում է 100%-ով արդարացված է իմ արարքը իմ աչքերում, որովհետև այնքան բան եմ արել, թող տեղերն էլ թափած մնան, որ ասում եմ իմ տունը իմ կանոնները։ Հա, հիմա մի հատ կարգի բերենք, այստեղ սենց լրիվ նոր զարդեր ունեմ, դրանք էլ հանեմ, կարգի բերեմ, լիքը անելու բան կա։ Այս արգանայզերները փորձեմ օգտագործել, պրոստը այս արգանայզերը իմ զարդերը խոշոր են, այստեղ ոչ մեկը չի տեղավորվում, չգիտեմ ինչ անեմ, հələ կմտածեմ, լավ։ Վերջ, տղուկներիս հետ դասավորեցինք, համ միասին ժամանց ունեցանք, համ էլ կարգի բերեցի, մի քանի զարդկար խճճված տվել եմ, որ խորենը մի հատ իրարից առանձնացնի, այստեղ արդեն բաշխումները կատարել եմ ըստ անհրաժեշտության, թե որ զարդատոփի մեջ ինչ տիպի զարդեր են լինելու, շատ ավելի կոկիկ ստացվեց, շատ ավելի օրգանիզованный, ավելորդ բաներ կային, որոնք չեմ օգտագործում, բիժուներ հատկապես կամ այդ ինչ որ չգիտեմ, հայլի, որը մի քիչ փչացել էր, եւ այլն, դրանք իհարկե դուրս գրեցի արդեն։ Երեխեք գիշերա, մինչև խորեն երեխեքին տարեվակն ասնելու,
ես որոշեցի պատրաստել չաշոշիլի եւ այստեղ տապակեցի տավարի փապկանիսը, այնուհետեւ հենց կարմիր այդ երկու կողմից ավելացրել եմ սոխը, իմ էջում կա բաղադրատոմսը, դրա համար էլ չեմ ուզում մանրամասն ասեմ, միայն սնծարագասեմ, որ հեսա սոխն էլ է ոսկեգույն դառնում, ավելացնում եմ տոմատի մածու, ջուր, համեմունքներ եւ թողնում եմ այդպես մի կես ժամ 40 րոպե էփի, հետո թարմ կանաչին, մի փոքր սխտոր, հենց ադապտացրել եմ, ինձ հարմարացրել եմ, էլի։ Ու կտու ծիծակ է նաև ստեղ գնում, բայց այս պահին ցավոք տանը չունեմ, դրա համար առանց կտու ծիծակ։ Միգուցե ստեղ պղպեղ ավելացնեմ, թեթև կծկություն հաղորդելու համար, բայց թե ինչ բուրմունք է տարածվել այստեղ, դա միայն պետքա զգալ։ Երեխեք ջան, մենք դուրս ենք եկել։ Ճտերին տանում ենք տատիկ պապիկ ենցնում, ես Խորենը միասին գնանք խորիկին կոշիկ առնենք, ուզում ենք Դավ չէ, Դավիթ չէ։ Մամ, նայես ֆանտազիա ունեմ։ Դավիթ չէ, կեղտոտ ատեղ սա Անդրև այկեն։ Նայես իչու չլայք պալկա, պալկինադեր։ Հա։ Հիմա խորիկը ասեց անլողացե դուրս ես եկեք, ավա մրսես սառը քամիկա էլի, առավոտը շատ անձրևային է։ Գնաց կուրտկա բերի, հա խորիկը ասում է, պապ, դի սուպեր գերոյ։ Ուտեղ հեսա տակից ընգելա։ Լավ փոխանք։ Ա, դավայ։ Այդ քոյն ընգասնա, որ պուզիրոք ընգելա։ Այն պիտքեն դուրս այլ է։ Մին մոնացա։ Դավայ։ Խորիկ երեխեքին տարա վերև, ես ես բակում, կայանի տարածքում սպասում եմ իրան էլ չմտա բակում լիքը կատուներ կան, ինձ մեկ-մեկ դիսկամֆորտ ա լինում, դրա համար այստեղ սպասեցի։ Մենք արդեն քայլում ենք դեպի Ռասիա, Խորենը մտավ խանութ, իրան այդ ասում դրսում մի սովածանում եմ, իրան ինչ-որ բան վերցրեց, Մաքուրոտից եմ գան, մի քիչ է մաքուրոտից նույն սովածանում եմ։ Ես լողացել նոր եմ դուրս եկել, այս տհաճ քամի ա, սենց համ շոքացնում ա մի տեսակի, համ քամի ա խփում ես հատվածներից, մի հատ ջուր խմեմ էլի։ Նստել ենք սուրճ խմենք, ու շարունակենք ճանապարհը, որտեղ երկուս էլ քրտնել ենք այնքան արագ քայլել։ Գնանք կոշիկ ման գանք Խորենին։ Մենք Խորենին կոշիկ գտանք Ունոյից։ Ունոյում շատ սիրուն աքսեսուարներ էին ստացել։ 2 կոմպլեկտ օղ եմ առել, ամեն կոմպլեկտի մեջ 3 թե 4 հատ օղ էր։ Ոսկեգույն ես առաջ այդքան չէի սիրում աքսեսուարների մեջ, բայց հիմա անտեր մնա, նենց հա դուրս գալիս։ Հետաքրքիր է, որ մեր նախասիրությունները փոխվում են։ Շատ պուպուշ զարդեր էին, չկարողացա անտարբեր անցնել, երկուսն էլ վերցրեցի։ Խորենը ոնց որ տուրիստ չլինի։ Ամերիկայեն եկած եք հոս։ Չէ։ Գերմանիայեն եկած եք, դանք։ Մտա այստեղ մի հատ խանութ կա, դե Միքսիթը միշտ Վայլբերիսից են պատմում, բայց վերջին շրջանում Վայլբերիսից շատ դժվար է ապրանք գալիս։ Այստեղ տեսել եմ, որ Միքսիթի բաներ կա, մտա։ Այնքան հավես է, որ ինչ-որ տեղ ես մտնում, զգում ես, որ քեզ ճանաչել են, ժպտում են սիրալից։ Վերջեցի մարմնի գել, տանը ցույց կտամ անպայման։ Այս տեսակը չէի տեսել ՎԲ-ում, հուսական բույր ուներ, հավես էր, ինչ-որ հետաքրքիր էր, էլի։ Այդպես էլ վերցեցի 3.6 էր։ Հետաքրքիր է մի հատ ՎԲ-ում գինը նայեմ, տեսնեմ որտեղ ավելի մաչելի էս նույնը։ Այն օրը հետևորդներից մեկը էր հարցում Աննա ջան, խանութից է մաչելի թե բանից։ Դուք ասեք ՎԲ-ից, ասեցի չգիտեմ խանութից երբեք չեմ առել, այսօր առաջին փորձս էր։ 100 անգամ փոխվեց եղանակը։ Սենց որ կադրում նայեք կմտածեք արև, բայց չէ, լավ սառը քամի է։ Թույլ տվեք նշել։ Քանի որ մենք շուտ ենք գնում հետ, երևի մի ժամ է անցել, ինչ դուրս ենք, չէ՞ եկել, խոր, մաքսիմում ժամ ու կես։ Երեխեքը հաստատ մեզ չեն ների, եթե այդքան արագ գնանք ու տատիկենց տնից հետ վերցնենք իրենց, որովհետև այս շաբաթ օրերը իրանք սիրում են տատիկենց հետ անցկացնել։ Կարող է այս խորիկը գնանք տուն, ձեռքի հետ ինչ-որ վիդեո կնկարեմ համացանցի համար։ Մի քիչ էլ այդ լռության մեջ կաշխատեմ դասերիս վրա։ Ու հետո նոր տեսնենք իրիկունը կան երեխեքը, երևի այդպես ավելի ճիշտ ու տրամաբանական կլինի։ Հա խորես։ Պաղպաղակ առնենք, սուրճ խմենք տանը։ Ուզես։ Կարելի է։ Ուտեմ քեզ, որ գնանք դու մեր գնումները ցույց կտանք։ Հա։ Մուլտիկ դնեմ, նայեմ, մանկության։ Հա, վայլի քո լռությունը։ Չգիտեմ։ Ես եք ակրած դասերով կզբաղվեմ։ Որ դուս եմ գալի ուրիշ տրամադրությունն ասեմ, էսա գնամ տուն մի հատ
Դե հիմնական չի ստացվում, որտեվ աշխատանք եմ լինում, դες պիտի աշխատես, չես գա քո Բայց ուզած այսօր բանով։ աշխատանք չկա։ Հա, հիմա տեսնենք տրամադրությունս ինչքանով նույնը կմնա, հա։ Ըստ դրա կտեսնենք, էլի։ Գիտեմ, որ ձեր համար շատ կարևոր է։ Այն, մեր հետևորդները սիրում են իմանալ տարբեր բաներ մեր առօրյայից։ Մենք քանի որ արդեն տանն ենք, ես հասցրեցի մի հատ հոլովակ նկարեմ Instagram-ի ֆորմատով հենց համանուն կայքում տեղադրելու համար, բայց անպայման ուզեցի ձեզ հետ կիսվեմ իմ գնումներով։ Այս այդ Mixit-ի մի րոպե։ Այս Mixit-ի գելն է, որ առա, հոտը շատ դուրս եկավ, գիտեք։ Սենց բնական, բայց շատ անուշ բույր ունի, էսա, քանի միլի է, երեխեք, 500 միլի, 3.6 էր, բավականին թանձր է թվում, ինձ թվում է ահագին կօգտագործեմ։ Որ բուզարդերը նորմալ տեսար իմ առած։ Լավ է, չէ։ Առաջինը այս տիպի զարդերա, թե ինչքանով որակով կլինեն, ինչքան կծառային, այս ամառել ծառային, էլի գոհ եմ։ Շատ դուրս ուղակի եկավ, չգիտեմ, ինչ շատ սիրուն թվացին, դուք կարող եք ձեր կարծիքը գրել մեկնաբանություններում։ Այդ երկրորդը էլի ոճային նման է, բայց իհարկե տարբեր է։ Երկրորդն էլ էս տեսք ունի։ Նայեք։ Մի քիչ էսպես մոտ բերեմ։ Ես արդեն պատկերացնում եմ ինչքան գեղեցիկ իրենք կնայվեն իմ ականջներին, չգիտեմ։ Շատ է դուրս եկել։ Մեկը մեկից սիրուն են։ Արդեն ասեցի ձեզ դրսում էլ, որ ոսկե գույն աքսեսուարները սկսել են շատ իմ դուրը գալ։ Խորենի կոշիկը ցույց չեմ տալիս, երեխեք, սորական զամշի չարուխ առել, սենց բան։ Տենց կարիճնի տակերով, հա, ինքը վերևը սև զամշ, բավականին սիրուն լավիկներ, 10 քանից տվեց կարծեմ։ Այդպես հիմա սուրճ ամուսնյակս դրել, ուզում եմ մի հատ միասին գնանք սուրճ խմենք։ Այնքան եմ հավանել, մենակ թե շուտ չգունաթափվեն, էլի գոնե մի քանի ամիս կարողանամ կրել։ Իրականում այս փականները չեմ սիրում։ Իդեպ էս մի հատը սենց 3000 դրամ էր։ Այս էլ է առանձին 3000 դրամ։ Իրականում ես եկել եմ այն եզրակացության, միշտ եմ դա իմացել, բայց վերջերս ավելի, որ աքսեսուարները կարող են ցանկացած օբրազ լրիվ նոր ու թարմ դարձնել, այսինքն եթե օրինակ հագուստդ նոր չի կամ ինչ-որ եսիմ ինչ չի, դու աքսեսուարով կարող ես այդ օբրազը դարձնել շատ հետաքրքիր, շատ ճոխ, տարբերվող, դա համար աքսեսուարներին ուշադրություն դարձնում եմ ու վաղուց ուզում եմ ինչ-որ թարմ ու նոր հետաքրքիր խոշոր բիժուներ ունենալ, ինչը եւ собственно говоря արեցին։ Սա էլ էսպես գանձերս, ուրիշ բան չունեի, չէ՞ դες այս պահին ասելու ուզում եմ հիշեմ, կարծեմ ոչ։ Հիմա ուզում եմ մի հատ գրամ մեյքափս մաքրեմ ու նստեմ սուրճս վայելեմ, հետո ունեմ մոնտաժ, ձեզ համար վլոգ եմ ուզում մոնտաժել, Instagram-ի հոլովակը պիտի մոնտաժեմ, ռեֆերատ ունեմ, որը պիտի ավարտին հասցնեմ, հետազոտություն ունեմ, որը պիտի կուրսընկերոջս հետ անենք, երկուսով ենք անում, զույգերով են էլի անում, դենց մի խոսքով լիքը բան, լիքը բան։